Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ կրկին խոսելու եմ մշակույթից։ Այսօրվա հյուրս պիտի չթաքցնեմ իմ կողմից շատ սիրելի երգիչ երգահան Մովսես Մովսիսյանն է։ Բարև ձեզ Մովսես, եւ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել, որովհետեւ ես շատ սիրում եմ ձեր երգերը, որի մասին ընթացքում անպայման կանրադառնամ, ինչպես եք։ Բարև ձեզ Նանա ջան, շատ լավ եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն եք ընձեռնել, որ միասին անցկացնենք այսօրվա մեր հետաքրքիր հարցազրույց։ Մովսես ջան, ես գիտեմ, որ դուք բոլորին վերջերս Ռուսաստանում եք եւ Ռուսաստանից արդեն նոր ուժերով, թարմ ուժերով, նոր երգով եւ նոր մտքերով վերադարձել եք Հայաստան։ Դերևս ավելի մանրամասն սկսենք խոսել, ինչու եք Ռուսաստանում եւ որտեղ եք։ Ռուսաստանի Սոչիում էի։ Հրավեր էի ստացել համերգային կոնտրակտով։ Այո։ Գնացել էի, որ նախ ուզում եմ ասել, ինչի էի համաձայնվել, ոչ թե նրա պատճառով, որ ցանկացա լքել երկիրս, այլ ցանկացա երգել հանդիսատեսի առաջ, որը ունի մեկ այլ հոգեբանություն։ Ահա։ Քանի որ այդ հոգեբանության հետ աշխատելը մեզ Հայաստանում քիչ է տրվում, չնայած նրան, որ ռուսական լսարանը հայ արտիստների համար էլի տեղ ունի։ Այո։ Բայց անմիջապես աշխատելով ռուսների, ռուս ազգի ժողովրդի հետ, դու հասկանում ես, որ դու ընթացքում սովորում ես բացի երգելուց կառավարել էմոցիաներ, որոնք ավելի զանգվածային են, ավելի միգուցե մարտահրավերներով լի, ու բացի դրանից տեխնիկական առումով այլ լեզուներով երգելը հանդիսանում է մեծ փորձ, իհարկե, որը ես իհարկե արդեն երբ որ վերջերս վերադարձա, հասկացա, հետհայացք նետեցի ու հասկացա, որ իրոք մեծ ավարով վերադարձա, եթե կարելի է այդպես ասել։ Այո, փորձերի փոխանակում նաև իհարկե։ Տեսեք, դուք ասացիք Ռուսաստանի հանդիսատես, հասարակություն եւ այլն, իսկ տարբերությունը ռուս հանդիսատեսի եւ հայ հանդիսատեսի մեջ ինչպիսին է, շատ է, քիչ է, շատ է։ Կփորձեմ լինել անկեղծ։ Այո։ Ռուսները ավելի թեթև են, հայերը ավելի պահանջկոտ։ Չնայած նրան, որ ես հանդիսանալով հայ, ավելի մեծ պատասխանատվություն էի կրում իմ ելույթների ժամանակ, քան ռուս ազգի ներկայացուցիչները, արտիստները, բայց իրանք ավելի թեթև են վերաբերվում էներգիային, որ դու տալիս ես, ինչը քեզ էլ ավելի է դրդում, որ դու ավելի սրտանց երգես, իսկ հայերի պահանջախնդրությունը այստեղ ոչ թե վնասի առումով եմ ասում, այլ ինքը քեզ պետքա ընդունել, այո, սթափ պետքա լինես։ Դու կարծում եմ միայն երգի ոլորտում չի այդպես, առհասարակ, այո, հայերը պահանջախնդիր են, կարծում եմ մեր, քանի որ բնակչությունը փոքր զանգվածի է շատ ավելի, մեր արժեքները պահելու համար մենք ավելի պետք է ուշադիր ու սթափ լինենք, ինչը Ռուսաստանում իհարկե չկա կարա թվա թեթևություն, բայց հենց սեղմ, եթե դիտարկում ենք երգի ոլորտում, իհարկե արտիստի համար շատ շահավետ է այդ էներգիան վերցնի ու փոխանցի։ Ես շատ ցանկանայի, որ նույն պահանջախնդրությունը լիներ Հայաստանի լսարանում, բայց եւ թեթևություն լիներ։ Այո։ Շատ ավելի հեշտ է լինում արտիստին, այո։ Դուք բոլորին վերջերս նոր երգ թողարկեցիք եւ երգի հեղինակը դուք եք։ Խնդրում եմ մանրամասն ներկայացրեք ինչի մասին է խոսքը։ Ես գիտեմ իհարկե, ես լսել եմ լինելով ձեր երկրպագուն երգը լսել եմ, ինքը ավելի մելանխոլիկ, տխուր երգ է։ Ինչու եւ ինչպես ստեղծվեց այդ երգը։ Երգը ստեղծվել է, անկեղծ ասած, երգի գաղափարը ստեղծել եմ մոտիվները առաջին, ստեղծվել է Սոչիում, բայց բառեր չէր գալիս, ու բառերը եկավ այն ժամանակ, երբ որ ես վերադարձա Հայաստան, ու մտորումներով, որ հայ ես այնտեղ միգուցե փորձում էի վոկալային կամ արտիստիկ առումով, կամ միգուցե ինչու՞ չէ նաև գործնական առումով ինչ-որ հարցեր կարգավորեի, բայց կարիերաս ավելի շատ դադարի ռեժիմ էր գնում, ու հասկացա, որ իմ ամենահաջողված երգերից, որը եղել է քեզանից հետո, սիրվել է, ճանաչվել է, հասկացա, որ իր մոտիվներով երգ պետքա թողարկեմ, քանի որ ինձ այդպես ճանաչեցին մարդիկ, կարծում եմ, այդ առումով իմ ասելիքը ավելի կպնող է, ու որոշեցի
դիտարկել ստեղծող երգը այնպես, որ հնարավորինս ասելիքս լինի նման քեզանից հետոին ու հոգեպես տրամադրեցի ինձ ստանալ այդ ամեն ինչը։ Սկզբում երաժշտության մասով մտածեցի ու երաժշտության վրա ավտոմատ եկան բառերը։ Այսինքն ես իրան չեմ ստեղծել մտքի թռիչքով ու կարծում եմ ամենաստացված գործերը դրանք են։ Ինստինկտիան, այո, այն ինչ զգացել եք, լռության մեջ, հա։ Մի բան ասեմ, Մովսեսը նոր երբ խոսում էր քեզանից հետո ժպտաց, եւ ես ժպտացի պատասխան, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ դա իմ ընտրագույն երգերի մեջ է մտնում։ Մեծագույն պատիվ է ինձ համար։ Ինձ համար եւս եւ շատ սիրում եմ այդ երգը։ Դուք բառեր եք օգտագործում հենց այդ երգի մեջ։ Քեզանից հետո շարունակեք միտքս։ Քեզանից հետո երկար եմ քեզ հիշել էլի։ Ու ինչպես ինձ վնաս չեմ տվել, այդ վնաս չեմ տվել, մորտ ինչ պետք է զգա, սիրահարված եք եղել այդ երգը գրելուց։ Ապրումներ ունեցել եմ։ Միանշանակ եղել են հիշողություններ, որոնք հենց կապված են եղել աղջկա հետ, բայց երգի մեծամասնությունը շատ ավելի փիլիսոփայական մոտեցում եմ ցուցաբերել, կարծում կհասկանաք։ Ես ինձ նկատի եմ ունեցել ինչ-որ ժամանակում ու ինքնակարոտի մեխանիզմով ինչ-որ ապրումներ, որոնք ես կարոտել եմ, կամ ինչ-որ սկզբունքներ, որոնք տարիքի հետ վերացել են, կամ ինչ-որ հոգեվիճակի ժամանակ են առաջացել։ Ես իմ երգը գրում եմ հիմնականում այն ինչ որ իմ ներսում կատարվում է։ Ու կատարվում է քաոսային, ու իրանց պետք է ասենց բռնել, ինչ որ մի բան անել իրանց հետ։ Եվ դուրս տալ։ Ու ես ընտրեցի գրել, այո, երբեմն պոեզիա, երբեմն արձակ։ Բայց հայտնի է։ Փաստորեն գրում եք նաև։ Իհարկե։ Ես շատ կցանկանամ ընթերցել։ Շատ կցանկանամ, խնդրում եմ ինձ փոխանցեք։ Սիրով։ Ես էլ ձեզ կփոխանցեմ իմ գրվածքները։ Ես գիտեմ, որ դուք անցյալ տարի, այսինքն 2024 թվականին մասնակցել եք նոր ալիք մրցույթին։ Եվ քչերը գիտեն այդ ամբողջ ընթացքը ինչպես է անցել, ինչպես է ընտրվել, ինչպես է մեկնել Մոսկվա։ Ես կխնդրեի պատմեիք մի քիչ։ 2024 թվականն է, գարունը, Armenia TV-ից, աշխատակիցներից լավ ընկեր ունեմ, զանգահարեց, ասաց, շատ պատահական ստացվեց, կցանկանաս մասնակցել նոր ալիքին, մի քիչ շփոթվեցի անկեղծ ասած, որովհետև ոնց հասկացա ժամկետային խնդիր ունեին ու իմ որոշումը պետքա լիներ հապճեպ։ Այո։ Տենց չհասկացա, ինքը շատ գիտակցված ընտրություն էր, թե չգիտեմ, միգուցե ոչ, բայց այնուամենայնիվ ես ասեցի, որ ես մասնակցում եմ։ Եվ ճիշտ եք արել։ Որոշեցի ուժերս փորձել դեպի դուրս, դեպի Ռուսաստան, այդ դեպքում հնարավորությունը Ռուսաստանի կողմն էր, որոշեցի, համաձայնվեցի ու նախընտրական փուլ տեղի ունեցավ։ Այո, ինչպես միշտ լինում է։ Եվ անցակ։ Հա, շատ մասնակիցներ կային, մասնակիցները նախընտրական փուլից առաջ գրանցվում էին մոտ, եթե չեմ սխալվում, հայտարարեցին մոտավորապես 1000 մասնակից, որի արդյունքում 30 ընտրվեցին, իրանց ժյուրի անդամները եկան Հայաստան, ընտրեցին 30-ից 2 լավագույնին, որոնք պետք է մասնակցեին կիսաեզրափակիչ փուլում արդեն Ռուսաստանում, մեկնեցինք ես եւ Անահիտը։ Այո, մեր հաղթողը։ Այո, շատ տաղանդավոր երգչուհի է։ Շատ։ Եվ մեր լավ բարեկամը, ում ողջունում ենք։ Երկու փուլ տեղի ունեցավ Մոսկվայում։ Այո։ Առաջին փուլում երկուսով անցանք, չնայած բոլոր դրամաբանություններով պետք է հենց այդ օրը կայացվեր, հա։ Չնայած նրան, որ մեր սպասողականը ավելի բարձրացավ, բայց ժամանակը երկարելու շնորհիվ մենք ավելի կապվեցինք, ոչ միայն իրար հետ, նաև այնտեղ ռուսական շոու բիզնեսի մեծ ներկայացուցիչների հետ, կազմակերպիչների հետ մտերմացանք, փորձով փոխանակվեցինք։ Դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Օրինակ, ում հետ կցանկանայիք ռուսական շոու բիզնեսը նկատի ունեմ, ունենալ զուգերգ։ Որ երգչի։ Երգչի։ Սերը կապ չունի։
Ես միշտ այտենց հակված եմ տղամարդկանց հետ։ Երգել։ Ահա, կարծում եմ Ալեքսեյ Չումակովի հետ, ես սպասում եմ։ Այդտեղ էլի մի շարք արտիստներ կան, որոնք հիմա շատ լեգենդար են, օրինակելի, բայց Չումակովի ստիլը, ամեն ինչը ինձ շատ համապատասխան է։ Կոֆերում են տա շատ։ Աշխատեք այդ ուղղությամբ, որովհետև ես հիմա ձեզ վստահ եմ ասում, ոչ մի անհնարին բան չկա, ոչ մի։ Հատկապես երբ դուք տաղանդավոր եք եւ իհարկե ձեզ դա ասում եմ, գուցե ես պետքա ձեզ դա չասեմ, ասեմ տեսախցիկի առաջ, բայց թաքցնել չեմ կարող, որ ես ձեզ տաղանդավոր եմ համարում։ Շնորհակալ եմ պատմում։ Տեսեք ինչ է ստացվում։ Մեր հայ արտիստները հիմնականում աշխատում են կոմերցիոն երաժշտության վրա։ Այն երաժշտությունը, այն երգը, որը որ դուք գրում եք, թույլ տվեք ասել, որ այդքան էլ կոմերցիոն չեն, հա, այսինքն ռեստորաններում այդպես չեն հնչում, պահանջարկ չեն ունենում եւ այլն, չէ։ Չի խանգարում դա ձեզ։ Խանգարում ինչով, որ չի լրացնում ձեր բյուջեն։ Իհարկե չի խանգարում հաստատ ինձ եւ իմ նման հանդիսատեսին, իսկ ձեզ, անձամբ ձեզ, չէ՞ դուք կոմերցիա չեք ներկայացնում։ Չեմ ասի, որ ամեն ինչ ընթանում է կանոնի պես ղարդ եւ ուղիղ, ոնց որ Սեբակն է ասում։ Այո։ Բայց իմ կոմերցիան մի քիչ մեկնաբանությունը փոխեմ, ավելի པարզ կդառնա։ Համեցեք։ Եթե կոմերցիան դիտարկենք որպես էներգիայի ներդրում, որը ակնկալում է վերադարձ, շատ ավելի մեծ քանակությամբ էներգիայի տեսքով, հա, ես գրում եմ այն, ինչ ուզում եմ տամ, բայց ինքը ինձ տալիս է, ինչ որ ես տալիս եմ։ Բնականաբար դա հանդիսատեսի համակրանքի, երկրպագության, չնայած սիրում երկրպագություն բառը, ինքը մոտ ավելի շատ հավատքի, ասած փառքը տիրոջը։ Այո։ Սիրում եմ, երբ որ ծափահարություններ եմ սիրում, վերադառնում են իրանք։ Այսինքն ինչի համար որ նախագծված են, իրանք վերադառնում են։ Չեմ մերժում, որ հետագայում ես կոմերցիոն երգեր կունենամ, բնականաբար, որովհետև նախ եւ առաջ ոչ թե անձնային շահի համար, եթե դու շարունակում ես կարիերան ստեղծել հուզական կամ չգիտեմ, հոգեկան ինչ-որ ոճում, քեզ պետքա աջակցություն, այո, ֆինանսական աջակցություն, որպեսզի ստեղծվի մյուսը։ Այո։ Ֆանտաստիկ պատասխան էր։ Ես լավ համաձայն եմ ձեզ հետ, գիտեք։ Եվ նաև պիտի ասեմ ցավով, որ մենք շատ տաղանդավոր երգիչներ, դերասաններ, արվեստագետներ, արվեստի մարդիկ ունենք, մշակութային գործիչներ, ովքեր ֆինանսական պատճառով երկիրը լքում են։ Եվ մենք, այո, եւ ես բազում ընկերներ ունեմ, դերասան, երգիչ, ովքեր Ամերիկայում են ապրում, եւ ի տխրությամբ կգրեն, որ դեռ չեն խաղում, դեռ չեն երգում, որովհետև սպասում են ինչ-որ առաջարկի ու ստիպված բոլորովին այլ աշխատանք են կատարում եւ խաղալու դեպքում այնպես են ուրախանում, կարծես առաջին անգամ նոր բեմ են դուրս գալիս։ Ես դա ցավով եմ ասում, որ մեր տաղանդավոր արվեստագետները ստիպված են լինում գնալ։ Հետևաբար ամբողջովին հասկանալի է, որ նաեւ այո պետք է լինի փոքրիկ կոմերցիոն ինչ-որ կատարում, որպեսզի աշխատի այն մյուսը։ Ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Մենք չխոսեցինք նոր երգի մասին, կարծես թե կիսատ թողեցինք մեր միտքը, իսկ տեսահոլովակ լինելու է նոր այս ստեղծագործության վրա։ Նոր երգի վրա կարծում եմ անկեղծ պատասխանը ամենաճիշտ տեղին կլինի այս բային, նոր երգի վրա չեմ ուզում, այսինքն չկան դեռ մտքեր տեսահոլովակ նկարելու, բայց աշխատում եմ զուգահեռ մի երգի վրա, որ միանգամից որոշում եմ ներկայանալ տեսահոլովակով, որովհետև երգի ասելիքը շատ ավելի ճիշտ կլինի, եթե ինքը լինի տեսահոլովակով։ Իսկ ինչի հուզական երգի համար չեմ նախընտրել, վերջին հուզական երգը չկաս։ Ես իմ երգերը գրում եմ շատ պատկերավոր, իրանք, ըստ ինձ, միգուցե այս ճաշակի, բայց ըստ ինձ իրանց պետքա փակես աչքերդ, որ տեսնես ինչ-որ մի բան։ Ամեն մեկը իր պատկերացումը տեսնի, այո։ Ես այստեղ եմ թողել իր բառերը, խոսքը, հետքը։ Միգուցե ինչ-որ մեկը ակնկալում է տեսահոլովակ, բայց մի քիչ ավելի բծախնդիր եմ վերաբերում, եթե իմ ասելիքը, իմ ուղղությունը ուղղված է դեպի ներս,
թող մնա դեպի ներս։ Հետագայում միանշանակ ունենալու եմ տեսահոլովակներ։ Այո, իհարկե։ Իմ նախընտրած երգը նույնպես չունի տեսահոլովակ։ Քեզանից հետո նույնպես չունի տեսահոլովակ եւ ձեր դեմքով է պարզապես երբ մտնում ենք ալիքը։ Այ ես կուզեի դա ունենալ տեսահոլովակ, շատ։ Ես անպայման կվերանայեմ ամեն ինչ։ Հա, եթե կարելի է, որովհետեւ ինքը այնքան ճիշտ է այնքան խոշոր է, բայց նաեւ կցանկանամ տեսնել դերասանի ապրումները, ինչպես է դերասանը դա տալիս։ Մովսես ջան, ինչ նոր ծրագրեր կան արխիվում, ինչ սպասի ձեր հանդիսատեսը։ Հանդիսատեսը կարծում եմ իր ակնկալիքները կարդարանան, որովհետև երկար դադարից հետո ես գտնում եմ, որ որոշակի ժամանակ դադար տվեցի ու միգուցե կարելի ասել բացասական արադարձավ հոսքի վրա։ Այո, ակնկալիքները մեծ են, սպասելիքները մեծ են, բայց ես շատ եռանդով լցված տրամադրված եմ, մեծ ժամանակ եմ հատկացնում երգեր ստեղծելու համար, չնայած թողնում եմ նաև համբերությունը, քանի որ պետք է խնամել, մշակել, ստեղծումը պետք է երգերի, չեմ ուզում երգը լինի երգ, որը կատարելու համար, Այո, այո։ Միգուցե նույնիսկ հնչի մի քիչ եսասիրական, բայց փորձում եմ ստեղծագործական շարքից ավելի թելադրել։ Այո։ Իսկ հանդիսատեսը որտեղ կարող լսել Մովսես Մովսիսյանին։ Առաջիկայում Ինչ որ մի վայր, այո։ Ֆիքսված այդպիսի ինչ որ վայր չկա, միշտ նախընտրում ենք հասկանալի սկզբանը որտեղ են ավելի շատ սպասում, ըստ վիճակագրության, ըստ ժամանակի վիճակագրության, որ հասկանանք համերգը որտեղ արժի դնել, որ հնարավորինս լավ անցկացվի այդ շրջանի համար ու չեմ էլ ցանկանում համերգները անդադ նույն տեղում դնել, ասենք Երևանում կամ չգիտեմ Գյումրիում, բայց աշխատելու եմ հնարավորինս շատ ընդլայնել տարածքը։ Միգուցե ինչ որ մշակութային ինչ որ վայրում լինի, միգուցե ինչ որ Բայց պետք է։ Այո։ Կան նման ծրագրեր արխիվում։ Շատ։ Տեսեք, ի ուրախություն մեզ պիտի ասեմ, որ Երևանում եւ ոչ միայն Երևանում մշակութային բազում միջոցառումներ են անցկացվում եւ երիտասարդները, արտիստները, երգիչները իրենց դրսևորում են։ Այո, շատ կցանկանամ հասկանալ նմանատիպ առաջարկներ ձեզ այս ընթացքում եղել են, ինչ որ մի համերգին մասնակցել, ինչ որ մի տոնակատարությանը ներկայանալ։ Մշակութային։ Այո։ Նախկինում մշակութային կառանձնացնեմ որպես այդպիսին Շարլ Ազնավուրին նվիրված համերգ, որը կազմակերպվել է Նյումեգ հրատարակության կողմից, Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Նյումեգի Summer Fest-ը, Winter Fest-ը ներողություն, որտեղ եւս ներկայացանք։ Գիտեք ինչ, մեր երիտասարդները այժմ պիտի ասեմ եւ եկեք անկեղծ նկատենք, որ մեծամասնությունը տարված են հեռախոսային խաղերով եւ այլն, այսինքն այնինչ վտանգում է, այնինչ վտանգավոր է, երիտասարդները, պատանիները, հա, այդ ձեր խոսքը որպես արդեն բավականին ճանապարհ անցած եւ բավականին հաջողած երգահան, ինչպեսին կլինի մեր երիտասարդ սերունդին։ Ու վերջապես կտրվեն եւ զբաղվեն ինքնազարգացմամբ, ստեղծագործելով, նկարելով, երգելով, չգիտեմ, քանդակելով, սպորտով ամենակարևորներից մեկը եւս։ Միանշանակ լինել անկեղծ ինքդ քեզ հետ։ Կարծում եմ, որ ամենակարևոր հաջողության բանալին փոքր քայլերի հանդեպ ունեցած քո հավատարմությունն է։ Միգուցե ինչ որ նշանակալի փոփոխություններ տեղի չունենան փոքր քայլերի անցումների ժամանակ, բայց դրանք են հաջողության հիմքը հանդիսանում իրանց երևակայական դաշնամուրի սև նոտաներն ու սպիտակ նոտաները, այսինքն իրանց սխալներով, իրանց ճիշտ քայլերով, ձախողումներով, հաջողություններով, կարևորը չհանձնվեն ու ամենակարևորը, որ հույսը պետք չի դնել ինչ որ երկրորդ մարդու վրա կամ ինչ որ աջակցության։ Դու պետք է լինես աջակից ու հենց այդ էներգիայի շուրջ են հավաքվում քեզ աջակցողները։ Ու այդպես դու ստեղծում ես մշակույթ, այդպես ստեղծում ես ազգ, արժեք, սկզբունք
Հավատք, պետություն։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ես շնորհակալ եմ գեղեցիկ հարցազրույցի համար։ Ես հույս ունեմ, որ մենք շատ հաճախ կհանդիպենք մեր տաղավարում, որովհետև ինձ համար շատ կարևոր է լուսաբանել գեղեցիկը, գեղեցիկը ճաշակովը, որը փոխանցում է մեր սերունդներին, ինչը շատ կարևոր է։ Ես եմ շնորհակալ շատ ուրախ եմ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, խոստանում եմ։